Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 11 Ջրի պես թափվեցի, ու բոլոր ոսկորներս հոդերից դուրս եկան։ Սաղմոս 22:14 Հազիվ թե երկինքն ու երկիրն ավելի ցավալի տեսարան տեսած լինեն։ Հիսուսը հոգով ու մարմնով իրեն անզոր էր զգում, ինչպես գետնին թափվող ջուրը։ Խաչը փոսի մեջ իջեցնելն առաջացրել էր ամբողջ օրգանիզմի ուժեղ ցնցում, ինչը հագեցրել էր նրա բոլոր ջլերի գերձգման ու կտրվելուն, նյարդերի ցավոտ սեղման ու գրեթե բոլոր հոդերի խախտման։ Ծանրաբեռնված սեփական քաշով նա այդ բոլոր անվերջանալի 6 ժամերի ընթացքում զգում էր հետզետե աճող լարվածություն։ Նրանում աճում էր անզորության և թուլության զգացումը։ Իր իսկ գիտակցության մեջ նա իրենից ներկայացնում էր ոչ այլ բան, քան խղճուկ մարող զանգված։ Դանիելը, տեսնելով մեծ տեսիլքը, իր զգացմունքները հետևյալ կերպ է նկարագրում. «Իմ մեջ զորություն չմնաց, վայելչությունս ապականության փոխվեց, և էլ ուժ չունեի»։ Մեր մեծ մարգարեն անհամեմատ ավելի անօգնական ու թույլ ներկայացավ, տեսնելով Աստծո ցասումի ամենադաժան տեսարանը և զգալով այն սեփական հոգում։ Այն տառապանքները, որ կրեց Տերը, մենք չէինք տանի, մենք այդ տառապանքներից կազատվեինք գիտակցությունը կորցնելով, իսկ նա ծեծվեց, վիրավորվեց, բայց խմեց ողջ բաժակը մինչև վերջին կաթիլը։ Չարչարանքի արքա, Տիտղոս այս մեծ, պատկանում է լոկ քեզ, տառապյալ իմ Տեր։ Վերքերի արքա, երախտիքիս խոսքերը քեզ, որ տառապանքայի դու ես կրել իմ փոխարեն։ Ծնկի իջնելով հարուցյալ Փրկչի առաջ պիտի հիշենք, թե նա ինչպես է մեզ համար պատրաստում շնորհքի գահը։ Եկեք հոգով խմենք այդ բաժակը, որ մեզ նախապատրաստենք փորձությունների ժամին, երբ էլ որ այն գա։ Նրա ֆիզիկական մարմնում ցավից տանջվում էր յուրաքանչյուր բջիջը, սակայն այդ բոլոր տառապանքներից այն դուրս եկավ անվնաս զորությամբ և փառքով։ Նույն կերպ կտանջվի նաև նրա հոգևոր մարմինը։ Այն կանցնի շիկացած հնոցի կրակի միջով, բայց նրանից նույնիսկ ծխի հոտ չի։